Գործաման շեմին կանգնած ազգը չի կարող գոյատևել անորոշության կամ կիսատ պռատ քայլերով։ Այսպիսի ժամանակներում միայն ազգային առաջնորդը կարող է միավորել ազգին, վերականգնել արժանապատվությունը եւ ընդունել այն ծանր որոշումները, որոնք անհրաժեշտ են ազգին ոտքի կանգնեցնելու եւ հայրենիքը փրկելու համար։ Հայրենասիրությամբ եւ ազգայնականությամբ հիմնված առաջնորդությունը տխրությունը վերածում է հույսի, անտարբերությունը գործողության, քաոսը կարգի եւ թուլությունը ուժի։ Առանց նման առաջնորդի ազգը կշարունակի կործանվել, իսկ նման առաջնորդով ազգը կարող է վեր կենալ մոխրից։ Ճակատագրի բերումով մենք նորից կանգնած ենք նույն խնդրի առջև, որի դիմաց մեզ սպարապետն էր կանգնած մոտ 100 տարի առաջ։ Սյունիքը, ինչպես նաև Հայաստանի անկախ պետականությունը խորտակման եզերին են։ Դրա համար առավել քան երբևէ պարտավոր ենք մեր օրերին նոր շունչ տալ Նժդեի գաղափարներին։ Այն, որ Նժդեի նման մարդ ծնվել էր մեր հայրենիքի օրասական ժամանակներում, ապացույց էր, որ Հայաստանը դեռ կենսունակ էր։ Մնում է, որ Հայաստանը դարձյալ ցուցաբերի իր կենսունակությունը մեր պատմության այս ամենաօրհասական ժամանակում։ Միայն Նժդեի վճռական կամքով ու բոցավառ ոգով օրթված քաղաքական պայքարը կարող է մեր երկիրը մաքրել այս նեոբոլշևիկյան աղետից ու հակահայկական երևույթից, որոնք մեր հայրենիքը տանում են դեպի վերջնական մասնատում ու մեր ազգին դեպի նոր ցեղասպանություն։ Պետք է կասեցնենք այս ամբողջ ազգակործան գործընթացը։ Հետևաբար, մենք այլ ընտրանք չունենք։ Նժդեի ուսերի վրա նստելով պետք է շարունակենք նրա գործը, հանուն մեր ազգային արժեքների, հանուն մեր պատվի եւ հանուն մեր ազգի ու սուրբ հողի։